1920 թվականի հունվարի 7-ին պոետը կնքում է իր մահկանացուն, իսկ նրա մահից 3 ամիս անց Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ եւ կոչեց Տերյանի վաղանցիկ սերերից մեկի Հովհաննես Թումանյանի դստեր Նվարդի անունով։ Անահիտը փաստացի եղավ Տերյանի միակ դստեր Նվարդի մայրը։ Անահիտ Շահիջանյան, Տերյանի սերը, պոետի մահից հետո ամուսնացավ իրեն շատ սիրող եւ հոգատար Եղիազարյանի հետ։ Այս մարդը ջանք ու նյութական միջոցներ չխնայեց փրկելու Տերյանի դստեր Նվարդի կյանքը թոքախտից։ Նրանք որդի ունեցան։ Անահիտ Շահիջանյանը մահացավ 1950 թվականին։ Վահան Տերյանը հայ գրականության ամենանուրբ, խոր ու եթերային բանաստեղծն է։ Նա մեր բանաստեղծությունը հասցրեց մի նոր մակարդակի։ Ավետիք Իսահակյանին ու Հովհաննես Թումանյանին նկատի ունենալով նա մի անգամ ասել էր. «Ձեզանից հետո կամ պետք է նոր խոսք ասել, կամ պետք է լռել»։ Եվ նա եկել էր ասելու այդ խոսքը։ Հիշենք մեր մեծերին։